Իդեալ համակարգը տեղաբաշխում է 1 միլիարդ դրամի գովազդային ֆոնդ նորակառույց բնակարանների բոլոր շահառուների միջև։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամի սերտիֆիկատ, որը կդառնա ձեր առաջին քայլը բնակարանը երազանքի տուն դարձնելու ճանապարհին։ Եվ այսպես Երևանի Սուրբ Աննա եկեղեցում Կիրակնորիա միջադեպից հետո քննչական կոմիտեն 3 անձի նկատմամբ վարույթ է նախաձեռնել, նրանցից երկուսը 2007 թվականին ծնված եղբայրներ Դավիթ եւ Միքայել Մինասյաններն են, երրորդը Գևորգ Գևորգյանը։ Այսօր արդեն քննչականից հայտնեցին Դավիթ Մինասյանի նկատմամբ գործ է հարուցվել խուլիգանությունը եւ պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը, Միքայել Մինասյանի նկատմամբ խուլիգանությանը աջակցել է եւ պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելուն իսկ Գևորգ Գևորգյանի նկատմամբ խուլիգանությունը կազմակերպել է եւ պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտել է կազմակերպել է հատկանիշներով, նրանք այս պահին քննչականում են։ Նիկոլ Փաշինյանը որոշել էր Սուրբ Աննա եկեղեցի մտնել, որտեղ ծաղկազարդի պատարակներ ընթանում, կադրերում երևում է, թե ինչպես են հավատացյալներով լեփլեցուն եկեղեցուն վարչապետի անվտանգության աշխատողները եւ դեպի ելք ճանապարհ բացում, երբ եղբայրներից մեկը բողոքում է իրեն իր տեղից հեռացնելու համար, ինչից հետո փորձում է ձեռքով հարվածել վարչապետին։ Հետո արդեն դրսում իրավապանները բերման ենթարկեցին Մինասյան եղբայրներին ու Գևորգյանին։ Փաստաբանները դեռևս չեն մեկնաբանում վարույթի հիմքում դրված հոդվածները, նաև ձերբակալվածի կարգավիճակ ունեցող պատանիների ենթադրյալ արարքը, բայց պնդում են նրանք կապ չունեն քաղաքականության հետ, կուսակցական չեն, իշխանության ներկայացուցիչներն էլ իրենց հերթին այս ամենը ուղիղ կապում են կաթողիկոսի հետ։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի խոսքով Գարեգին II եկեղեցին վերածել է քաղաքականության մեջ մերժվածների աղանդի։ Սա ոչ այլ ինչ է, քան աղանդի վերածված մի խմբակ Կտրիչ Ներսիսյանի գլխավորությամբ, որ իրանք են որոշում այդ եկեղեցի ով պետքա մտնի, ով չպետքա մտնի, իրենց հաճելի մարդիկ այնտեղ պետք է լինեն, թե չէ։ Մարդու իրավունքների պաշտպանն է անդրադարձել միջադեպին, նրա ներկայացուցիչներն այցելել են ձերբակալվածներին, զրուցել նրանց հետ, Անահիտ Մանասյանը ընդգծել է յուրաքանչյուր ոք ունի կարծիքն ազատ արտահայտելու, իշխանությանը քննադատելու իրավունք, բայց դա չպետք է ուղեկցվի այլ անձանց, այդ թվում պաշտոնյաների նկատմամբ բռնությամբ, բռնության կոչերով, ատելության խոսքի դրսևորումներով։ Իրավասու մարմիններից Մանասյանը պահանջում է պահպանել իրավաչափության սկզբունքը եւ զերծ մնալ անհամաչափ ուժի կիրառումից։ Նա նաեւ համերաշխության կոչ է անում ատելության խոսքի տարածման փոխարեն։ Հիշեցնեմ, անցած շաբաթ էլ մետրոյում վարչապետի եւ արցախցի կնոջ միջև վեճ տեղի ունեցավ, շաբաթավերջում էլ ազգային ժողովի նախագահի եւ քաղաքացու միջև միջադեպ եղավ փոխադարձ հայհոյանքներով։ Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ հետախուզական ստորաբաժանումների կողմից իրականացված լայնածավալ միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ խմբի կազմում նպատակադրվել են ընտրակաշարք բաժանել Արմավիրի մարզում բնակվող մի շարք քաղաքացիների, ապահովելով նրանց մասնակցությունը հունիսի 7-ին կայանալիք ազգային ժողովի ընտրություններին ու քվեարկությունն իրենց կողմից մատնանշած կուսակցության օգտին։ Այս մասին հակակոռուպցիոն կոմիտեն է հայտնում, հիշյալ անձինք իրենց հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով նախ Մեծամոր համայնքում բացել են մեր ձևով հասարակական կազմակերպության գրասենյակ, որից հետո Արմավիրի մարզի տարբեր բնակիչների 2025-ից 26 թվականների ընթացքում ձևական գրանցել են հիշյալ կազմակերպությունում, հանձնարարելով հավաքագրել անձանց, ովքեր ընտրություններին կքվեարկեն ուժեղ Հայաստան կուսակցության օգտին։ Պարզվել է նաև, որ նախապես խոստացված եւ փուլային եղանակով տրամադրվող ընտրակաշարքը ձևակերպվել է որպես աշխատավարձ, դրանով փորձելով քողարկել ընտրակաշարքի տրամադրման փաստը եւ նվազագույնի հասցնել դրա բացահայտումը։ Հատկանշական է, որ հասարակական կազմակերպությունում աշխատանքի ընդունվելու հիմնական նախապայմաններից են հանդիսացել անձի, մեծ ընտանիք եւ ծանոթների լայն շրջանակ ունենալու, ինչպես նաեւ ընտրող հանդիսանալու հանգամանքը։ Հատկանշական է, որ հասարակական կազմակերպությունում աշխատանքի ընդունվելու հիմնական նախապայմաններից են հանդիսացել անձի, մեծ ընտանիք եւ ծանոթների լայն շրջանակ ունենալու, ինչպես նաեւ ընտրող հանդիսանալու հանգամանքները։ Դու արծիր մարդ կա, պետք է տենանք, են աղջկայից չխոսացիր։ Որս արևես, տեսիմ դրան դեմի հարևաննա։ Հա, տանք էլ լավ, երկու աղբեր, իրանց նավարներով, երկու տղա ունի հարցներով, բան, միջև էտ լրիվ ուրիշ բանին, հմի, որնում որսարս ենք, են ամենա ձևով, ասում աղբեր ես ինձի գրանցա, կամ իհուրիզը կամ հետներ էտ։
Դե հարմարցնում է ծենան կախորը, ասի գրանց են կախվերը սարի հենց մի քեզի գրանց, Սիմոն ասմասկի տղոն եմ տղան է, եկավ մի ասում 7 տարեկան, հա, ասմա, ընձի գրանց, հա, որը սազար եմ, ախպես է, աշխատավարձ եք ստանաս, մի հատի չապով, դա հորը սազար եմ, գելն եմ, դդամ միչև վերջ, թապած ելնի։ Ասենք կարան խոսքի ենթադրենք աշխատավարձի վերանայում անեն, կարան այնտեղ հազարաթ հարց կա, կամ այդքան խոսքի են տունը նստած, որ ոչ մի բան չեն անում իմիջ այլոց, իրանք էլ ինչա փող են ստանում, ես ինձի մեջտեղից ճղում կոտորում եմ։ Ասում եք, ասար ինձի սետ մոխապերը ունվարի փող չի տվի 150,000 կտա, ես շատ գիտեմ ինչ ոնց։ Հա, սետ։ Էդ ջան, դու հունվար ամսին մի 10 րոպեով եկել ես մեզ մի բանով քյոմ։ Ախպեր, ես չեմ եկել, ուրեմ չեմ եկա вообще։ Այդ ինչքան որ ես արել եմ, էդի քասեր քեզի հալալ ելնի, բայց այդ 180 հոգին ես կտամ ուրիշի։ Ախպերս ինչ տվել են քեզի դու կամուձան թոբերի ցավը տանեմ։ Այդ 180-ն էլ տարտուր քպեին տոտան քեզի ցավը տանեմ։ Ես քպեին չունեմ տալիս, գիտեմ ում կտամ։ Դե ումը կտաս դուր, այն մեն տվասել դուր մեզի ցավը տանեմ։ Այդ փողն տվեցի իրան, չամարացեցի, ասեց կամ հետո բրացրեց այդ ունվար ամսվա։ Այդ տվեց էդի։ Հա? Այդ տվեց էդի։ Չէ, հա, իրան տվեցի, իրան, ինչ է։ Արուր դու եք դու ես տվեցի։ Ես դեպի թվեր մի ասա, լավ ախպերս էս բան մի խոսա, մեռնում։ Չէ, ոչ մեկն այլակի հեռախոսով ես խոսում։ Կողմը չէ որ ես։ Բան չասի, ես վաղի կկանչեմ յան ու էդի սաղ կվերցնեմ ձեռից։ Հա, ոչ եմ տո Փաշա յան ասել եմ 180 ձայնը տանես քպեին կտաս կգաս ընձի կտենաս։ Հեսա, լսում ես, կակ մի լինկի, երեխու պես վազելով գալու է ու դնելու է։ Բացի այդ, մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ խմբի կազմում Հանրապետության նախագահի ազգային ժողովի հերթական ընտրությունները նշանակելու մասին հրամանագրի 2026 թվականի փետրվարի 7-ին ուժի մեջ մտնելուց հետո բարեգործություն իրականացնելու օրենսդրական արգելքի պայմաններում համապետական ընտրություններին մասնակցող Արմավիրի մարզի մի շարք բնակիչների բարեգործության անվան տակ Ուժեղ Հայաստան կուսակցության անունից բժշկական սպասարկման ծախսերը հոգալու նպատակով փետրվար-մարտ ամիսների ընթացքում անհատույց տրամադրել են տարբեր չափերի դրամական միջոցներ։ Էդի որդ է, հա? Ռենգեն ինստիտուտ։ Հա, Ռենգեն ինստիտուտ։ Դե 120,000-ի կարգի այն որ դա արմերը դու ճշտես։ Ինձ կարաս էդի փոխանցումով ուղարկեք։ Ես ինչ-որ կլի, ես ապա արժանաբար վերցեմ։ Հա, մետը վերց հաշվի ամարը։ Ես դե մոտից բան ունեմ։ Հա։ Եթե դա մոտից վերցեմ 120,000, այդ դեպքում դու դալի չի տվեք։ Չլի։ Ախպեր հեռախոսով էց բան մի խոսամ, մեռնեմ սրտիդ։ Հա, լավ։ Մեզ մոտը մի որ գիտես թազա օրենք են անել, նա լիշնի 1000 դրամ մեկին տանք լավներ։ Հա, էդի գիտեմ, էդի լսացել եմ։ Դե համբերա մարդ կա խոսամ, տենանք ինչով կարանք օրինական թղթերով օգնենք։ Կամ ձեր գյուղիցունն էին բանը փոխանցը Իվան Բանոցի համար։ Բաղդասարյան, այդ տղամն տենց չեմ հիշում հեսա։ Սարգիս։ Հա, Բաղդասարյան Սաքո, Վանուշովը։ Բա փոխանցել են մերոնք փողի ամնում, լավ։ Հա, իշքան են ուղարկել։ Ասեց 500,000 են տվել։ 7-ին ժամը 4-ին 10 պակաս դուրս կգաք, դու կարաք ժամը 3-ին ատբոյ անեք, այդ մի օրը պտի նվիրեք ինձ։ Ախպեր օրը 20,000 ուզես Դու պրոբլեմ չունեք։ Խողնել ես գլխից է։ Հա, без պրոբլեմ։ Դե որ без պրոբլեմա, Բայց այ աբրես, հեռախոսով էց բաներ մի ասա, ախար։ կասեմ քաբաբ պես։ Հա։ Ազգային ժողովի ընտրություններից հետո պատերազմ թե խաղաղություն վարչապետը եւ ընդդիմադիրները պաշտոնական քարոզարշավից մոտ 1 ամիս առաջ այս հարցի շուրջ բանավեճը ել ավելի են սրում։ Նիկոլ Փաշինյանը մի տեսանյութ հրապարակեց, որտեղ հակադարձեց իր ընդդիմախոսներին այն պնդումներով, որ պատերազմներ են եղել հենց իր իշխանության օրոք, իսկ դրան նախորդած շրջանը խաղաղության տարիներ էին։ Իհարկե, այս պնդումը
ցինիկ սուտ է, հենց թեկուս այն փաստի բերումով, որ ընդհանրապես անկախությունից ի վեր եւ 1994 թվականի հրադադարից հետո էլ մենք ամեն տարի ունեցել ենք զոհեր եւ վիրավորներ Ադրբեջանի հետ փոխհրաձգության արդյունքում Փաշինյանը, որ պատերազմի կուսակցություն է անվանում ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, գործարարներ Սամվել Կարապետյանի եւ Գագիկ Ծառուկյանի ուժերին, ասաց, թե խաղաղության մասին նրանց պատկերացումն այն է, որ մշտապես զոհեր լինեն, իսկ քաղաքացիական պայմանագիրը ճիշտ հակառակն է, խաղաղություն նշանակում է զոհերի, վիրավորների բացակայություն։ Հիշեցնեմ, Քոչարյանն էլ պնդում է 21 թվականին, եթե ՔՊ-ն մեծամասնություն չունենար խորհրդարանում, Ղարաբաղը մենք չէինք կորցնի։ Ըստ Քոչարյանի մեծ վտանգը Փաշինյանը հենց ինքն է, ինքը որ մնա, հաստատ պատերազմ է լինելու, ասում է նա։ Իդեպ ոչ Հայաստան խմբակցությունից, ոչ էլ մյուս ընդդիմադիր ուժերից չեն հայտարարել, որ իշխանության գալու դեպքում, օրինակ, չեղարկելու են խաղաղության համաձայնագիրը։ Միլիարդատեր Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժեղ Հայաստան կուսակցությունը այսօր քաղաքական երկու ուժի հետ հուշագիր կստորագրի, հայտարարելով ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ դաշինքի ստեղծման մասին։ Ազատության տեղեկություններով քաղաքական այդ երկու ուժերի մեջ չեն ոչ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի Հայ ազգային կոնգրեսը, ոչ էլ Էդմոն Մարուքյանի ղեկավարած Լուսավոր Հայաստանը։ Սամվել Կարապետյանը որոշել է դաշինք կազմել այնպիսի ուժերի հետ, որոնք անցած ընտրական գործընթացներում ակտիվ ներգրավված չեն եղել։ Այն, որ այդ ուժերը հանրության լայն շերտերին այնքան էլ ծանոթ չեն, ակնարկել էր նաև կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։ Այսօր մեր դռները բացում ենք բոլոր նոր ուժերի առջև, որոնք ցանկանում են միավորվել ու փոխել Հայաստանի ընթացքը, որոնք ցանկանում են ուժեղ Հայաստան, նշել էր նա։ Թե որոնք են այդ ուժերը եւ ինչու է Սամվել Կարապետյանի ընտրությունը կանգ առել հենց նրանց վրա, կուսակցությունը չի բացահայտում։ Ինտրիգներից մեկն էլ այն է, թե արդյոք հնարավոր է, որ այսօր ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ դաշինքի շնորհանդեսին ուղերձով հանդես գա տնային կալանքում գտնվող գործարար Սամվել Կարապետյանը։ Հայաստանը փրկելու եւ ազգային արժեքները պահպանելու ծարավ օգտագործված Սամվել Կարապետյանը մինչեւ այժմ հանրության հետ հաղորդակցվում է միայն արհեստական բանականության միջոցով, իսկ նրա բանականությամբ հայերեն ուղերձ դեռ չենք լսել։ Մոտ 10 օր առաջ վարչապետ Փաշինյանը հրապարակային պնդեց, թե Սամվել Կարապետյանը կարող է Facebook-յան ուղիղ եթեր մտնել ու քննիչը դրա համար նրան չի պատժի։ Քննչական կոմիտեն կարճ ժամանակ անց հայտարարեց, թե բավարարել է փաստաբանի միջնորդությունը եւ թույլ է տալիս, որ Սամվել Կարապետյանը Facebook-ում տեսաուղերձ հրապարակի ուժեղ Հայաստան կուսակցության գործունեության ծրագրերի եւ մոտեցումների վերաբերյալ։ Ուժեղ Հայաստանի անդամ Գոհար Մելոյանը սակայն նշում է, որ Կարապետյանի հրապարակային ուղերձ հղելու մասին քննիչի որոշումը անորոշություններ է պարունակում։ Իսկ ընտրություններին ԲՀԿ մասնակցելու մասին հայտարարած խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանը իր նախընտրական ծրագրի առաջարկ Հայաստանին նախագծի համակարգող խորհրդի առաջին նիստն է անցկացրել, որին մասնակցում էին քաղաքական հասարակական տարբեր շրջանակների ներկայացուցիչներ, այդ թվում ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը, Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, արևելագետ Ռուբեն Մելքոնյանը, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, քաղաքագետներ Ստեփան Դանիելյանը, Երվանդ Բոզոյանը եւ այլք։ Համակարգող խորհրդի նիստում Ծառուկյանը կրկին պնդել է, իրենք ժողովրդին առաջարկում են երաշխավորված խաղաղություն, ոչ թե այն, ինչ խոստանում է Փաշինյանը։ Իդեպ, մինչ Սամվել Կարապետյանի եւ Նիկոլ Փաշինյանի ուժերն իրենց ուրախ եւ ուժեղ ավտոբուսներով շրջում են մարզերում, մայրաքաղաքում ԲՀԿ առաջնորդ Ծառուկյանը խոստանում է առաջիկայում խորհրդանշական գնացքով սլանալ մարզեր, ժողովրդին ներկայացնելով իր առաջարկ Հայաստանին ծրագիրը։ Եվ այժմ զրուցելու եմ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի հետ։ Ողջույն։ Բարև ձեզ։ Պարոն Արշակյան, եւ այսպես սկսենք Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից, հենց այս պահին քննչականում են ձերբակալված 3 անձինք, նրանց մեղադրանք է ներկայացվում եւ պետք է կալանավորման հարց քննարկվի, հա։ Այս համատեքստում այդ թվում եւ նրանց ներկայացուցիչները պնդում են, որ նրանք կապ չունեն քաղաքականության հետ, ընդդիմության հետ ու նման process-ների հետ, հա, սա որքանով է օրինակ արդարացնում նման վարքը, այսինքն եթե ես քաղաքական process-ի հետ ընդհանրապես կապ չունեմ, ում ուզեմ կարող եմ փորձել բռնանալ։ Իսկ եթե քաղաքական ուժի ներկայացուցիչ է, դա իմունիտետ է տալիս իրեն։ Ենթադրաբար։ Դե կասեն քաղաքալացյալ է։ Թող ասեն։ Ես կարծում եմ, որ ամենագլխավոր բանն է բացակայում հարգանքը օրենքի
կարգապահության եւ իշխանության նկատմամբ եւ Հայաստանի Հանրապետության նկատմամբ, որպես պետության նկատմամբ հարգանքի բացակայություն կա։ Մեր մոտ կարելի է, պատկերացնեք, հայերին կարելի է ասել, հայկական պետությանը կարելի է չհարգել, օրենքները կարելի է չհարգել, հայկական են, հայկականը ինչ պետություն է, հայերը ինչ ժողովուրդ են, որ դրանց պետությունը ինչ լինի, այսինքն դա է ելակետը, թե չէ ինչի պետք է այդպիսի հրմշտոց լինի եկեղեցում COVID-ից հետո, ով ասեց, որ մենք պետք է կարգ ու կանոն չունենանք, ինչի պետք է այդպիսի ծեծկրտուկ հրմշտոց բառը շատ մեծ իմաստով, ով է թույլ տալիս, որ մարդիկ խցկվեն եկեղեցի այդ քանակությամբ, ովքեր են, որ պետք է հսկեին, պետք է թույլ չտան, այդ գրպանահատների համար են այդ միջոցառումները, ուրեմն պետք է հենց դրան մոտ համայնքը եկեղեցին, այսինքն, երբ ես եկեղեցի եմ ասում, շինությունը եւ տերտերին նկատի չունեմ։ Հավատացյալները պետք է ապահովեն կարգ ու կանոնը, որոշակի քանակությամբ, այն քանակությունը, որ սանիտարական իմաստով, սանիտարահիգիենիկ իմաստով, օդակաթիլային իմաստով, էլ ինչ ասեմ, առողջապահության համակարգի թույլտվության իմաստով չպետք է այդպիսի հրմշտոց լինի, նույնիսկ եկեղեցում, հարսանիքի, մկրտության, հուղարկավորության ժամանակ դրանք հարկավոր է պահպանել, հարգալից լինել, չվարակել, տրավմայի չենթարկել համաքաղաքացուն։ Երկրորդը, որ ես շատ կարևոր եմ համարում, երկրի ղեկավարները հոկտեմբերի 27-ից հետո, ուզում եք մի 10 անգամ ասեմ, հոկտեմբերի 27-ից հետո Հայաստանում իշխանությունը պետք է հատուկ պաշտպանված լինի։ Անկախ նրանից մենք այդ իշխանության կողմնակիցն ենք, թե ընդդիմախոսն ենք, իշխանությունը պետք է անվտանգ միջավայրում գործի։ Այդ ավտոբուսային ուխտագնացությունները, պերաշկին ու կուկուռուզը հակահիգիենիկ է, հետո որտեղ եք լվացվում, չէ, անձեռոցիկները ինչ անձեռոցիկ էին, հետո չէր թափվում ձեր շորերի վրա։ Շատ չեք խորացել։ Դե ես ուզում եմ ասել, որ դրանք պետք է ներկայանալի լինեն։ Այսինքն թափթփվածությունը, փնթիությունը, ինչ եք տարածում դա մեզ։ Ես կարծում եմ, որ պետք է զգուշ լինի Հայաստան պետության երկրի ղեկավարը չպետք է հայտնվի այդպիսի միջավայրում, չպետք է լինի, պետք է արգելվի այ անվտանգության ծառայությունը, վետոյի արգելքի իրավունք պետք է ասում ոչ, այնտեղ որտեղ որ կա ազգային ժողովի նախագահը, վարչապետը, ես չգիտեմ, ինչ որ դատավոր, սահմանարական, այնտեղ անպայման պետք է վնասազերծ այդ թունելի միջով պետք է անցնեն մարդիկ, այդ եկեղեցում այդպես էր, թե չէ, բա որ մեկը մի գրանատ, մի նռնակ հականե տանկային, ով էր, հետո մենք ինչ ենք, անդադ պետք է ողբանք մեր իշխանության վրա, մեմորիալ ունենանք, արդեն, անփութության հետևանքով զոհված Հայաստանի Հանրապետության իշխանություններ։ Ես կարծում եմ, որ պետք է դա դադարեցվի, անվտանգության ծառայությունը պետք է դադարեցնի այդ չերաշխավորված, երաշխավոր բառ ասել, չերաշխավորված միջոցառումները, անվտանգությունը պարտադիր է։ Դա ասենք ես իշխանության այգին եմ քարանետում, ամենտեղ մի խցկվեք, ինքներդ օրինակ ծառայեք, որտեղ որ հակահիգիենիկ է, հրմշտոց է, ինքներդ մի գնացեք, ուրիշներն էլ թույլ մի տվեք։ Հիմա անցնենք պատիժներին, երևի, հարկավոր է պատժել բոլոր պատասխանատուներին, եկեղեցու, այդ համայնքի, երեք չեք կան հիմա դրոշներ,
բաներ, վիմպելներ, փոխանցիկ դրոշներ, բաներ ունեն այդ եկեղեցա պաշտպանները, բա ինչի՞ չեք պաշտպանում, կարգ ու կանոն հաստատեք։ Եկեղեցում պետք է կարգ ու կանոն լինի։ Մի թողեք, որ մենք հիվանդանանք, մեզ ապտակեն, մեր գրպանները դատարկեն։ Ուրեմն ովքեր որ պատասխանատու էին, ըստ կանոնադրության անհնար է, որ այդտեղ պատասխանատու չլինի։ Այդ պատասխանատուներին հարկավոր է պատժել։ Պատժել նաև նրանց, ովքեր որ թույլ տվեցին, որ վարչապետը իր շքախմբով մտնի այդտեղ։ Նրանք էլ պետք է պատժվեն։ Թող մեր սպայական կազմը իմանա, որ ինքը պատասխանատու է։ Չի կարելի տանել, շատ էլ թե ուզում է։ Կարող է օթապարիկով թռնել էլ ուզենա, ես չգիտեմ ինչեր, ուրեմն իրենք պետք է դա արգելեն։ Չի կարելի վարչապետին տանել, խցկել այդտեղ։ Նրանք պետք է պատժվեն։ Անպայման պետք է պատժվեն։ Շատ լավ։ Անդրադառնանք մեր ձևովին, ընտրակաշարք, բարեգործության անվան տակ ինչ-որ գումարների փոխանցում, խոստումներ, ուժեղ Հայաստանի օգտին քվեարկելու համար, ուժեղ Հայաստանից ասում են ոչ, նման բան չկա, կեղծ է, չգիտեմ, մոնտաժված է, SN է, հա։ Ընտրական, այսպես ասենք, քարոզարշավը դեռևս չի սկսվել, բայց մենք արդեն տեսնում ենք, որ ընտրակաշարքի ժամանակաշրջանները չեն անցել մեր երկրում, հա։ Ինչու, եթե Հայաստանում ազատ թափանցիկ ընտրություններ են անցկացվում, ինչու կա անհրաժեշտություն կաշառելու ինչ-որ մեկին։ Գիտեք, տեսեք, ձեր հարցի մեջ մի կարևոր բան բացակայեց։ Մրցակցային ընտրություններ, ազատ, արդար, թափանցիկ, եթե մրցակցային չի, ազատ, արդար, թափանցիկ կարող է եւ գրեհկությունը, իշխանության զավթումը կարող է լինել ազատ, թափանցիկ եւ արդար, նրանց կարծիքով։ Մրցակցային պետք է լինի, ժողովրդավարության գլխավոր դրույթը մրցակցությունն է։ Մեր մոտ ավանդություն է դարձել ոչ մրցակցային, ոչ արդար, հետեւաբար, եթե մրցակցային չի, ընտրությունը չի կարող արդար լինել։ Բոլոր բնակավարներում, որտեղ որ չկա մրցակցություն, հայտ ներկայացնողները չեն մրցում, դա արդար չի։ Ուրեմն մեր մոտ ընտրությունները մրցակցային չեն, արդար չեն, բայց կարող է թափանցիկ են։ Այո, թափանցիկ են, հայտարարում են։ Երթեր են անում, միտինգներ են անում, հանրահավաքներ, մանիֆեստներ են հրապարակում, թափանցիկ է, տեսեք, ազատ չի, թափանցիկ կա, մենք եկել ենք իշխանությունը վերցնելու, մարդիկ հայտարարում ասեն, մենք իշխանությունը զավթում ենք, դա զավթում է, եթե դա մրցակցային չի, եթե ժողովրդավարական չի, եթե մեր շատ կաղ օրենքները, կաղ եմ ասում, ուզում եք ասեմ կույր, ճաղատ, ոնց ասեմ, որն է հարմար, չգիտեմ, հաշմված, հաշմանդամ, օրենքները նույնիսկ դրանք են խախտվում, օրենքը խախտում են, ու գալիս են իշխանության, նրանք պետք է լինեին, ով որ հայտարարեց, որ չի հարգում ժողովրդի կամքը, ժողովրդի կամքով ձևավորված պետությունը 1991 թվականի սեպտեմբերի 21-ին ժողովուրդը ձևավորեց, հայտարարեց, որ ուզում է անկախ ինքնիշխան ժողովրդավարական պետություն ունենալ, վերջ, ուրեմն չի կարելի դա տանել Եվրազիական միություն, Մաքսային միություն չի կանելու քաշտալ տանել մեր երկիրը, չի կարելի, բայց ով որ դա անում է, դա դավաճանություն է, դա պետական հանցագործություն է, եթե ժողովուրդը 99%-ով, ուզում եք ասեմ 100-110%-ով, 99%-ը որն է, բոլորը, այսինքն հայ ժողովուրդը եւ այլ ազգիները սովետական Հայաստանի ասացին, որ ուզում են ունենալ անկախ պետություն, հիմա մեր ձևով, որն է այդ ձևը, կաշառքով, մրցակցությունը շրջանցելով, թափանցիկությունը շրջանցելով, արդարությունը շրջանցելով, իշխանությունը զավթեք ու Հայաստանը հանձնեք ինչ-որ մեկին, երաշխավորին, հիմա երաշխավոր են ասում, պրոտեկտորատին, պրոտեկտորին, գաղութարարին, կեղեքիչին ասում են երաշխավոր,
Այդ ճորտատիրությունը, ստրկատիրությունը իմիջիայլոց պահապանները դրա ասում էին, երաշխավորված է գյուղացու ստրուկի անվտանգությունը եւ կենսապահովումը։ Ստրուկը ստանում է իր պայոկը, արուն էք է ստանում, էքը արու է ստանում։ Զավակաբերությունն էլ ենք ապահովում, որտեղ դա ապրանք է։ Երեխան ապրանք է։ Այ ապահով էր դա, ճորտերը ապահովված էին երկար, դարեր, ճորտատիրությունը չէր վերացվում, հենց այդ երաշխավորված կյանքի պատճառով ասում են, երաշխավորված է, բերք լինի, չլինի, ճորտը իր պայոկը ստանալու է։ Իսկ երբ գյուղացուն դու ազատություն ես տալիս, եթե սխալ վարեց տնտեսությունը, նա սովի կմատնվի, անպատասխանատու է։ Ես կարծում եմ, որ երաշխավոր բառը հարկավոր է ուրիշ ձևով ասել, գաղութարար հրավիրել, այ հարկավոր է տեր հրավիրել, այ մերոնք ասում են մերոնք, ճակերտներ դնեմ, հա, մերոնքի վրա, ոնց կուզեք, դրանց ձևերի վրա ճակերտ եմ ելում, դա ձև չի, ես չեմ հասկանում, կարծում եմ, որ իրենք էլ են հասկանում, ես ինչ ասում եմ։ Պարոն Արշակյան, այսօր ազդարարվելու է ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ դաշինքը, երկու քաղաքական ուժի հետ ուժեղ Հայաստանը հուշագրեր, ստորագրեր եւ այլն, բոլորը միավորվում են ընտրություններին հաղթելու համար, հա, ընտրություններում։ Ժողովրդավարական ուժերից ինչ կա։ Չկա։ Ես այդ ուժերից եմ։ Ցավոք սրտի դեռևս գուցե ես հույս ունեմ, որ մենք ինչ որ պահ, դեռ ժամանակ կա, կմիավորվենք։ Դա հեշտ է միավորվելը, որովհետև կա ծրագիր, կա գաղափար, կան քաղաքական գործիչներ, կան իսկապես քաղաքական գործիչներ այդ ճամբարում, արդեն ճամբար ասենք, այդ թիմում կան փորձառու անփորձ նոր մարդիկ, բոլորովին նոր մարդիկ, երիտասարդ մարդիկ, ուրեմն հնարավոր է միավորվել։ Ես հիմա դեռևս չեմ փակում այդ էջը։ Այսօր չկա։ Միայն կան կոչեր, օրինակ Հովսեփ Խուրշուդյանը, ազատ քաղաքացի հասարակական կազմակերպության ղեկավարը, ցանկը տվել է գրեթե 33 հոգի, իմիջիալոց հետաքրքիր թիվ է 33-ը։ 33 հոգի կազմակերպություններ եւ անհատներ ցանկը տվել է։ Դա ինքն թող կազմակերպի հրավիրի այդ մարդկանց, օրինակ ինձ հրավիրել է առանձին իր միջոցառումներին, ես ասեմ հոգատար, երբ ես հիվանդ էի եւ այլն, Հովսեփ Խուրշուդյանը հարմարավետություն էր ապահովում եւ ինձ հրավիրում էր իր միջոցառումներին։ Հիմա ես կարծում եմ, որ Հովսեփ Խուրշուդյանը կարող է իր կազմած այդ ցանկի քաղաքական գործիչներին եւ կազմակերպություններին հրավիրել դեռուշ չի, բայց ծրագիրն էլ կա 12 կետ, թե 15, տեսնում եք, ես արդեն մեծացել եմ, հին եմ, ծրագիրը քննարկման կարիք կա, տեսեք, ես այնպես չի, որ գիտեք, բոլորս հուսալքվել կամ հիասթափվել կամ մեծամտածել, հեռացել ենք, կա այդպիսի ծրագիր, Հովսեփ Խուրշուդյան, ազատ քաղաքացի, որը ցավոք սրտի ինքը իր անունը չի գրում այդտեղ։ Ես կարծում եմ, որ առաջինը պետք է լինի իր անունը, որպես եթե դա վատ բան է, չէ, որ ինքը իր անունը չի գրում, բա մեր անունը ինչ ես գրում, եղբայր։ Եթե լավ բան է, արա ինձպես, դու քո անունն էլ գրի։ Եթե դա լավ բան է, այդ միավորումը ժողովրդավարական, արևմտական, այդպես ասենք, անկախական, արդարության, թափանցիկության, մրցակցության կողմնակիցների ցանկը պարոն Խուրշուդյանը կազմել է, ես կարծում եմ, որ առաջինը ինքը պետք է լինի, որ մենք իմանանք, եթե անդունդ ենք գնում, պարոն Խուրշուդյանը առաջինն է։ Եթե մենք գրել է, հետո։ Չէ, թող հրավիրի, հաջորդ քայլը պետք է լինի, ես գալիս եմ, ուր է ձեռքս։ Ես գալիս եմ, ձեռքեն բարձրացնում աշակերտի նման, ես կգամ, նույնիսկ ելույթ կունենամ միած փողզիջումների, հանդուրժողականության մասին, ես պատրաստ եմ ելույթ ունենալու։ Տեսեք, արդեն ասում եմ, ես օրակարգ ասում եմ, ձեր գրած, պարոն
Խուրշուդյանի գրած օրակարգի վերաբերյալ ես պատրաստ եմ կոչ եմ անում միավորվել, որովհետև Հայաստանի Հանրապետությունը դրա կարիքը ունի, ընդդիմության կարիք ունի իշխանությունը, ուզում եք ընդդիմությունը իշխանության կարիք ունի, տեղերը ուզում եք փոխեմ, մեծամասնությունը փոքրամասնության կարիք ունի, մրցակցության անհրաժեշտություն կա, իսկ այն ուժերը, այդ մեր ձևովները, իրենց ձևովները, նրանք հետաքրքիր է խորտակվող նավի հետ, պարզում է, որ կան կազմակերպություններ, որ խորտակվող նավն են նստում, ըստ այս վերջի էպիզոդի ձեր այդ ընտրակաշարքի, դրա լուրջ պատժաչափ ունի, գիտեք, չէ, մինչև 7 տարի կամ ավել կաշառքը տալը եւ վերցնելը ծանր հանցագործություն են համարվում, այսինքն դրա հետևանքով հնարավոր է, որ նրանք սնան կանան գույքը, ֆինանսները, ռեսուրսները ազգայնացվեն, որովհետև մարդիկ այդ գործիքը, գործիք չէ, դա գործիքը միջոցը, օգտագործում են իշխանությունը զավթելու համար, իշխանությունը զավթում են պետությունը լուծարելու համար, իրենց ծրագիրը այդպիսին է, լուծարել հայկական պետությունը, հանձնել երաշխավորին, խաղաղության երաշխավորի, տնտեսական երաշխավորի, աճի երաշխավորի եւ արդեն նորաձև է նաեւ բազմացման երաշխավորի, գիտեք, սեքսի նախարարություն են ուզում բացել, այսինքն բազմացում անունը դնենք, ինքը չի տիրապետում լեզվին, դա ժողովրդի վերարտադրության նախարարություն պետք է լինի, դեմոգրաֆիական, ուրեմն այդ դրանք ուզում են երկիրը զավթել ու հանձնել, լուծարել հայկական պետությունը, ուրեմն նշանակում է նրանք պետք է հայտնվեն շատ երկար ժամկետով, բանտում նրանց ռեսուրսները պետք է գնան ազգային գանձարան, պետական գանձարան, եթե մի անգամ այդպես անենք, մի անգամ որևէ քրեա օլիգարխիկ, որևէ ուժ հայտնվի ցմահ բանտարկության մեջ եւ ունե զրկվի, այն մյուսների ախորժակը կփակվի։ Լավ, միավորվեցիք։ Փաշինյանը ուրախ, Կարապետյանը ուժեղ ավտոբուսներով է շրջում, Ծառուկյանը ազդարարեց, որ գնացքով է շրջելու։ Ինչ միջոց եք դուք ընտրելու։ Այ հենց մրցակցության մասին է խոսքը, ուրեմն մենք էլ պետք է զավթենք, թալանենք, գրավենք, ջարդենք, կողոպտենք ինչ որ բան։ Ազգային հարստությունից մի բան, որպեսզի մենք էլ կարողանանք այդպիսի շռայլ ձևով գնացքներ կազմակերպել, երթևեկություններ կազմակերպել, ընտրակաշառքներ տալ։ Ստացվում է, որ ժողովրդավարական ուժերը, ժամանակակից քաղաքական ուժերը ունեզուրկ են։ Այ ընտրությունների մասին օրենքը դրա համար է, կուսակցությունների մասին օրենքը դրա համար է, որ լինի մրցակցային, գուլամ, դի գուլամ, 30 տարի է, թե քանի տարի է Հայաստանը դեմոկրատական է, ես ասում եմ ընտրությունների մասին օրենքը, կուսակցությունների մասին օրենքը պետք է մրցակցություն ապահովի, պետությունը պարտավոր է ապահովել մրցակցություն, այ համահավասարություն, հավասար պայմաններ ստեղծեք, ոչ ոք չպետք է իրավունք ունենա գրպանում կուսակցություն ունենալու, գրպանից ֆինանսներ հանելու, պետք է խիստ կարգավորում, մենք պետք է տեսնենք յուրաքանչյուր դրամի շրջանառությունը քաղաքականությունում, յուրաքանչյուր լիտր վառելիքի շրջանառությունը, այս սպիդոմետրը կոչված, պետք է տեսնենք մեքենան, ավտոբուսը ում հաշվին ուր գնաց, վարորդը որտեղից վճարվեց, որտեղ լիցքավորվեց, այ դա պետք է թափանցիկ լինի, օրենքը պետք է սահմանափակի կամ կարգավորի, մենք իմանանք, այ գրվի, դրա վրա գրվի, վտանգավոր է, զավթիչ է, ավտոբուսի վրա պետք է գրված լինի, զավթիչ, կողոպտիչ, թալանչի, կարգ կա, Ամերիկայի Միացյալ Նահանգներում այդ օրենքը կա, 1933 թե 36 թվից գործում է, ինոագենտների մասին է օրենքը, բայց իրականում դա նացիզմի դեմ Միացյալ Նահանգներում 30-ական թվականներին մոտ 40 միլիոն էթնիկ գերմանացի էր ապրում, հրամանատարական կազմը բանակի, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Տրամպը գերմանացի է,
Eisenhower-ը գերմանացիներ էին։ Այսինքն նացիզմը վտանգավոր էր կներխուժեր Ամերիկայի Միացյալ Նահանգներ 30-ական թվականին, դրա համար օրենք ընդունեցին ամերիկացիները, ոչ բռնության քարոզչությանը, ատելության քարոզչությանը ոչ։ Մեր մոտ դա չկա։ Մեր մոտ պետք է դա ատելություն պետության նկատմամբ, իշխանության նկատմամբ, ընդդիմության նկատմամբ, մեծամասնության նկատմամբ ատելության քարոզչությունը պետք է խիստ պատժվի, ատելությունը պետք է պատժվի, չի կարելի ասել դա, չի կարելի դրանք անել, հիմա ազգային ժողովը ժամանակ ունի, օրենք ընդունեք մրցակցության մասին, թող օլիգարխները, դրանք օլիգարխ են, նրանք մեծահարուստ են, բուրժուա դեմոկրատ չեն, դեմոկրատիան ո՞նց կարող է դրանց կպնել բուրժուաներին, մեր բուրժուաներին, Ուրեմն հարկավոր է օրենք ընդունել կուսակցությունների մասին, ընտրությունների մասին, օրենքը պետք է այնպես լինի, որ լինի մրցակցություն գաղափարների, ծրագրերի, բարոյականության, գիտեք նաև վարքագծի, բարեվարքության մրցակցություն լինի։ Այդ դա Հայաստանին անհրաժեշտ է այսօր։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ բավարարի համար։ Զրուցակիցս Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Շազատ Արշակյանն էր։